Հանուն Հոր և Որդվո և Որդնուի Սրբո ամեն։ Խնդրեցեք և կգտնեք, խնդրեցեք և կտրվի, բախեցեք և կբացվի։ Այսպես ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Եվ այս կարևորագույն երեք նկրտումները, ձգտումները մեր կյանքի ուղենիշն են։ Փնտրեցեք։ Ինչ պետք է փնտրենք մենք։ Պետք է փնտրենք երկնքի արքայությունը։ Որտեղ պետք է փնտրենք։ Երկնքում։ Երկինքը հեռու է։ Ինչպես մենք բարձրանանք երկինք։ Ոնց հասնենք երկնքի բարձունքներում։ Ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս, պետք չի երկինքի բարձրանալ երկինքը փնտրելու համար։ Երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Փնտրեցեք ձեր հոգում երկնքի արքայությունը։ Ինչպես պետք է փնտրել։ Այնպես, ինչպես մեկը անգին գանձ է գտնում։ Եվ երբ գտնում է այդ գանձը, պետք է գնա վաճառի ամեն ինչ, որտեղ այդ գանձը անգին է, եթե ամեն ինչ չտաս, չես կարող գնել այդ գանձը։ Այդպես էլ երկնքի արքայության գանձն է, մենք պետք է տանք ամեն ինչ, որպեսզի գնենք երկնքի արքայությունը։ Եվ դրսում չպետք է փնտրենք, աշխարհում չկա երկնքի արքայություն։ Երկնքի արքայությունը երկնքում է և մեր երկնքում, մեր մեջ, մեր հոգու խորքում, իբրև անգին մարգարիտ, որ գտնում է ծովի հատակին, ամենախորքում, այդպես էլ երկնքի արքայության գանձը մեր հոգու ագարակում է, այնտեղ պետք է փնտրենք։ Խնդրեցեք և կտրվի։ Փնտրեցինք գտանք, նաև պետք է խնդրենք աղաչանքներով, պաղատանքներով, արցունքներով, զղջումով, խոստովանությամբ, պետք է անկեղծ սրտով խնդրենք, ոչ միայն պետք է զոհաբերվենք, այլ զոհ պետք է դառնանք։ Մեր կյանքը ամբողջովին պետք է զոհաբերենք, ամեն ինչ տանք և ինքս դառնանք ընծա, նվեր Տիրոջ զոհասեղերին։ Խնդրենք, մեր խնդրանքները կդառնան աղոթք, պաղատանք և կնվիրաբերվենք, կընծայվենք Աստծո սուրբ սեղանին։ Եվ երբ հասնենք Տիրոջ դռանը, Սուրբ եկեղեցու դռանը, երկնքի արքայության դռներին հասնենք, ապա պետք է բախենք։ Բախեցեք և կբացվի։ Այս աշխարհում շատ դռներ ենք մենք բախում, ոմանք բացվում են, ոմանք չեն բացվում, և երբ բացվում են այդ դռները, տեսնում ենք, որ մեր ուզածը չէ։ Երբ որ չեն բացվում, կարոտով ենք մնում, մտածում ենք, միգուցե մեր ուզածն էր սա, և չբացվեց մեր առջև։ Եվ միշտ խաբվում ենք, բացված և փակված դռները այս աշխարհում, մեզ չեն տալիս ինչ որ այն մեզ պետք է։ Որ դուռը մենք պետք է բախենք, մեր սրտի դուռը պետք է բախենք, ինչպես Հովանու հայտնության մեջ ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս, ձեր սրտերի դռների մոտ եմ ես կանգնած, բախեք և կբացվի, և մեր Տերը կմտնի մեր սրտերը, և կբնակվի մեր մեջ, և այլևս երկիրը երկինք կդառնա, երկինքն էլ մոտ կլինի, այլևս կարիք չի լինելու գնալ հասնել երկինք, որտև երկինքը մեր մեջ կլինի, Քրիստոսի ներկայությունը միշտ կվայելենք։ Ով է ձեզանից այն մարդը, որ եթե հաց խնդրի իր հորից, միթե քար կտա նրան, և եթե ձուկ խնդրի, միթե օձ կտա նրան, և եթե ձուկ խնդրի, միթե կարիճ կտա նրան, որն է հացը, որն է ձուն, որն է ձուկը, որն է քարը, որն է օձը,
եւ որն է կարիճը։ Այս երեք առաքինություններն են Աստվածային, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Մենք ինչ պետք է խնդրենք մեր երկնավոր հորից։ Հաց։ Հացը հավատն է։ Հավատ պետք է խնդրենք, ինչպես առաքյալներն են ասում, զորացրու, ավելացրու մեր հավատքը։ Եվ մեր Տերը մեզ պետք է պատասխանի, մանանեխի հատիկի չափել չունեք հավատք, զարգացրեք, աճեցրեք ձեր հավատքը, կդառնա մեծ ծառ։ Հույս պետք է խնդրենք, հույսը ձուկն է։ Երբ հույս ենք խնդրում, մեր Տերն ասում է, ով Աստծո վրա հույս է դնում, չի հուսախաբվելու, հույսը երբեք չի ամաչեցնում, մի ամաչեք, հավատով եւ հույսով խնդրեք Տիրոջից։ Եվ եթե սեր ենք խնդրում, ապա Տերը ավելիով պետք է տա, սերը ձուն է, ձուն կլոր է, էլիպսաձև է, կատարյալ է, ինչպես մենք սիրում ենք խաչերի շուրջը հավերժության նշան դնել, հավերժությունը սերն է, սկիզբն է և վախճանն է, ամեն ինչի լրումը սերն է, մենք այս երեք բաները պետք է խնդրենք, հավատ, հույս և սեր, և սրանցից մեծագույնը սերն է, որը երբեք չի վերանում, չի ոչնչանում, մնում է մինչև հավիտենություն, հավերժ է սերը, ուրեմն մենք անկեղծ սրտով պետք է փնտրենք երկնքի արքայությունը, պետք է խնդրենք, պետք է բախենք, հավատ, հույսով, սիրով լցվենք, որտև սերը հավիտենական է, ամեն։